Ես Աբովյանի կրիմինալ քաղաք է դարձել։ Շոկի մեջ են աբովյանցիները։ Ով էր տեսել մեկ օրում երկու դանակահարություն լինի քաղաքում, այն էլ օրը ցերեկով, մարդկանց աչքի առաջ։ Աբովյանի Հանրապետության փողոցում դեռ թարմ են 24-ամյա երիտասարդի արյան հետքերը։ Արյան հետքեր ունտե ցույց տալուց, հենա դուքա կարակ նայեք։ Ոչրագործության ականատեսները Հայլուրին պատմում են, որ 3 ժամը 17-ին ավտոբուսի այս կանգառում է եղել դեպքը։ Տեսել են, որ մի երիտասարդ դանակի հարվածից ընկնում է գետնին, վախեցել են մոտենալ։ Ո՞ր իսկանի մոտենաս, միակա խոնչալել է ձեռը։ Բայց տապօգնություն են կանչել, որը ժամանել է այն ժամանակ, երբ իրենց խոսքով բանը բանից անցել էր։ 24-ամյա տղան Աբովյան բժշկական կենտրոնում է մահացել գիտակցության չգալով։ 24-ամյա երիտասարդին դանակահարելուց հետո Հայլուրի տեղեկություններով 40-ամյա տղամարդը Աբովյանի ուրիշ փողոցում դանակահարել է մեկ այլ քաղաքացու։ Տուժածի վնասվածքը թեթև է, այսօր նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու խուլիգանության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ։ Մարդասպանը ձերբակալված չէ, ով է նա, ինչու է գործի դրել դանակը։ Ինչ-որ ոխա, թե ես ինչա, դանակն անես մեղտեղ մարդուն սպանես ինչի համար։ Դանակը հանել են նաև նոյեմբերի 2-ին կյանքի խոսք կրոնական կազմակերպության շենքում։ Ըստ կազմակերպության, գիրակնորյա ծառայությունից հետո կյանքի խոսքի հետևորդ 57-ամյա կնոջը դանակահարել է իր քրոջ 32-ամյա աղջիկը, հենց շենքի մարդաշատ նախասրահում։ Տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ Հայլուրի տեղեկությունների կանայք վիճել են գումարի համար։ Լանա Ամբարձումյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդելյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։